Բարև ձեզ, սիրելի 10-րդ դասարանցիներ։ Մենք հիմա գտնվում ենք Աղցի գյուղի Արշակունիների դամբարանում և ձեզ կներկայացնենք մեր ուսումնասիրությունները, որոնք կատարել ենք նախագծի շրջանակներում։ Արշակունիների դամբարանը 4-րդ դարի կառույց է և գտնվում է Արագածոտնի մարզի Աղց գյուղում։ Չնայած որ դամբարան բառը հեթանոսական տերմին է, սակայն այնտեղ ուղարկավորված են նաև քրիստոնյա արշակունիներ։ Սա կարևոր հանգամանք է, քանի որ դա ուղղակիորեն անդրադառնում է դամբարանի հորինվածքային և ճարտարապետական լուծումների վրա։ Փավստոս Բուզանդը իր հայոց պատմություն աշխատությունում նկարագրել է հայ-պարսկական պատերազմը, նշելով, որ 364 թվականին Շապուհ-Բն ներխուժում է Հայաստան, պղծում բոլոր թագավորների գերեզմանները, սակայն չի կարողանում պղծել միայն Սանահռոփ թագավորի գերեզմանը, իսկ արդեն ավելի ուշ սպանում է թագավոր Արշակ II-ին և սպարապետ Վասակ Մանուկային։ Անի կամախը եղել է ժամանակի հանրային ամրոցներից և սրբատեղիներից մեկը, Քրիստոսից առաջ 4-ից առաջին դարերում եղել է մեծ հայքի կենտրոնը և հեթանոս հայերի արամազդացու պաշտամունքի կենտրոնը։ Այնտեղ են կատարվել նաև հեթանոս հայերի պաշտամունքային ծեսերը։ Ավելի այդքան հետաքրքիր չէ, որ Շապուհ-Բն գրավեց Անի կամախը և այն ավերեց, այլ այն փաստը, որ նա հրաման տվեց, որ հայ արքաների ոսկորները տեղափոխեն Պարսկաստան և այնտեղ ամփոփեն, քանի որ հեթանոս պարսիկները հավատում էին, որ եթե հայկական արքաների ոսկորները ունեն իրենց մեծ ուժ և եթե նրանք տանեն նրանք Պարսկաստան, ապա իրենց ամբողջ ուժը կփոխարինվի նրանց։ Թեև Սասանյան Պարսկաստանը այդ ժամանակահատվածում ապրում էր իր պատմության վերածնունդը, սակայն նրան չի հաջողվում, որպեսզի նա իրականացնի հայոց թագավորությունը ջախջախելու և կործանելու մտահղացումը, որի մեջ մեծ ներդրում է ունենում Վասակ Մամիկոնյանը, ով Արարատ նահանգում պարսիկների դեմ մղած պայքարում կարողանում է հաղթանակ տանել և հայոց թագավորների մասունքները բերել և ամփոփել Աղց գյուղում։ Ըստ Փավստոս Բուզանդի հայ հոգևորականները դեմ են լինում, որպեսզի հեթանոս արքաների աճյունները թաղվեն Սուրբ Վաղաշաբաթում։ Այդ իսկ պատճառով Աղց գյուղում կառուցվում է դամբարան, որը ըստ Հակոբ Սիմոնյանի մինչև դամբարան դառնալը եղել է եկեղեցի։ Արշակունիների Աղցքի դամբարան գերեզմանատունը վաղմիջնադարյան համալիր է, բաղկացած դամբարանից, նրան հյուսիսից հարող եղանավ բազիլիկ եկեղեցուց և հարավային կողմում բացված 3 հուշարձաններից։ Դամբարանը արժանացել է մի քանի խմբերի ուսումնասիրությունների։ Առաջին անգամ պեղումներ կատարվել են 1973-74 թվականները։ Պեղումների երկրորդ փուլը տեղի ունեցել 2001-ին, իսկ երրորդ փուլը 2015-18 թվականներին։ Աղցքի դամբարան գերեզմանատունը, լինելով միջնադարյան հնագույն կառույց, իր վրա է բևեռել մի շարք հայագետների Թորոշ Թորամանյանի, Նիկոլայ Տոկարսկու, Բախտին Արաքելյանի, Մուրադ Հասրատյանի և այլոց ուշադրությունը։ Սակայն բազմաթիվ հարցեր դեռևս չեն ստացել իրենց մեկնաբանությունները, իսկ նույն խնդրի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ։ 1973-ից 1974 թվականների կատարած պեղումների արդյունքում բացվել է դամբարանի վերգետնյա մասի 5 աստիճաններից բաղկացած հատվածը։ Ասում են, այնտեղ գտնվել են նաև եռանավ բազիլիկ եկեղեցու մնացորդներ։ Ենթադրվում է, որ դամբարանը եղել է երկհարկանի, կազմաստապանատնից և բետահարկից։ 2015-ից 2018 թվականների պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաև աճյունատուփեր՝ մարդկային ոսկորներով։ Աճյունատուփերից մեկի վրա խաչ էր պատկերված, ինչը նշանակում է, որ ծիսակատարությունը կատարվել էր քրիստոնեությունը ընդունումից հետո։ Ոսկորների մեծամասնությունը պատկանում էր տարբեր սեռերի և տարբեր տարիքների մարդկանց, նաև ոսկորների մեծամասնությունը արված էր, ինչը նշանակում էր, որ տվյալ ծիսակատարությունը կատարվել էր քրիստոնեությունը ընդունումից առաջ, և այդ ամեն ինչը իրար հետ նշանակում էր, որ դրանք հենց հայ թագավորների ոսկորներն են։ Մասնագետները վստահեցնում են, որ դրանք պատկանում են արքայական տոհմերից արշակունիներին։ Այդ մասունքները գտնվել են վաղմիջնադարյան Կիսավեր եկեղեցու պեղումների ժամանակ։ Արքայական տոհմի այդ մասունքները գտնվել են Կիսավեր եկեղեցու սալահատակի տակ տոֆակել աճյունատուփերի մեջ։ Հնագետ Հակոբ Սիմոնյանը վստահեցնում է, որ եկեղեցին կառուցվել է մինչև 4-րդ դարը, հիմնավորելով, որ արքայական տոհմի այդ մասունքները չեն կարող գտնվել հասարակ մի վայրում։ Եթե հնագետը չի սխալվում, ապա ստացվում է, որ քրիստոնեության ընդունումից 301 թվականից մինչև 364 թվականն ընկած ժամանակահատվածում հայկական քրիստոնեական եկեղեցաշինությունն արդեն սկսել էր ձևավորվել և զարգանալ։
Սակայն կա նաև մեկ այլ կարծիք, ըստ որի վերոնշյալ եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում, ապա վերանորոգվել 15-րդ դարում։ Արշակունիների աղցքի դամբարանի պեղումների ընթացքում հայտնաբերվել են հայերեն արձանագրություններով վաղ միջնադարյան տապանակարեր։ Տապանակարերի դեպքում ամենակարևորն այն է, որ դրանք արձանագիր են։ Մեր վաղագույն վկայությունը վերաբերվում է 8-րդ դարին, իսկ այստեղ արդեն 5-րդ դարի արձանագրություններ են։ Հնագետները նշում են, որ թե գիտական եւ թե պատմական տեսանկյունից բացառիկ հետաքրքրություն են ներկայացնում 200-ի հասնող հարթաքանդակներով աղյուսները, որոնք եզակի են ամբողջ առաջավոր Ասիայում։ Դրանք պատկերում են արքայական իշխանության խորհրդանիշներ, թագագիր արծիվներ, արյուծներ, ցլեր, եղնիկներ, խոհեր, որոնք վաղ միջնադարյան հայ արվեստի բացառիկ նմուշներ են։